Հարցը որ տալիս եք թեմաները մոտավորապես պարզ են չէ։ Աշխարհ քաղաքականությունից խոսեցիք, ամբողջ աշխարհը խառնված է իրար, պատերազմներ են գնում, դուք պատերազմ եք հայտարարում մեր հայրենակիցներին հայոց առաքելական եկեղեցու դեմ, երբ եք անցնելու վարչապետի լիազորություններին եւ մեկ փոքրիկ հարցել, արդյոք չեք վախենում, որ պայմանը խախտեցի։ Ուրեմն նախ հետեւյալը ես հայ առաքելական եկեղեցուն եւ մայրաթորին չէի կարող, չեմ կարող եւ պատերազմ չեմ հայտարարել։ Պատերազմ հայտարարել են այն մարդիկ, ովքեր խախտում են հայ առաքելական եկեղեցու կանոնակարգը, խախտում են կուսակրոնության ուխտագիրը, խախտում են մեր ավանդույթները եւ իմ խնդիրը որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտի հավատարիմ ներկայացուցիչ եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքներին եւ հոգևոր արմատներին։ Ինչ վերաբերում է աշխարհ քաղաքականությանը, այո, տարածաշրջանում իրադրությունը շատ բարդ է եւ եթե դուք նկատել եք, ես այդ իրադարձությունների մեկնարկից ի վեր ներքաղաքական հարցերով առանձնապես չի արտահայտվում, բայց դա չի նշանակում, որ մյուսները այդ պասիվությունը պետքա օգտագործեին լկտի հարցակումներ անելու համար։ Այդ լկտի հարցակումները համարժեք պատասխան կստանան։ Հույս ունեմ արդեն համոզվել եք։ Խնդրեմ։ Դուք վստահաբար պնդում եք արդեն մայիսի 31-ից սկսած, որ սրբազանները խախտել են այդ կուսակրոնության ուխտը։ Միշտ ասում եք հիմքեր կա, արդեն ԿՊԱ-ականներն էլ դա որպես բացարձակ ճշմարտություն են ներկայացնում, երեկ էլ վեհապարին շնորհավորում էին հայրերի օրվա առիթով։ Ուզում եմ հասկանալ, բացի ձեր ենթադրությունները, դուք որևէ այլ հիմք ունեք նման մեղադրանքներ հնչեցնելու հայ առաքելական Սուրբ եկեղեցու ծառաների նկատմամբ։ Ես կարծում եմ, որ ես ունեմ ապացույցներ, եթե ես խոսում եմ, ուրեմն ես ունեմ ապացույցներ, բայց ես առաջարկել էի, դուք չեք նկատել, որ չեն վիճարկում իրենք դա։ Իրենք չեն վիճարկում։ Ամենանդուրջ է ձեր հայտարարությունը։ Իրենք չեն ասում, իրանք ընդհանրապես չեն վիճարկում իմ հայտարարությունները, չեն վիճարկում։ Այ երբ որ կվիճարկեն, ես առաջարկել էի, եթե իրենք որևէ ձևով վիճարկում են, իրենք կարող են դատի տալ եւ այդ ապացույցները կներկայացվեն կամ այլ ձևաչափով այդ ապացույցները կներկայացվեն։ Խնդիրը այն է հետեւյալը, ընդ որում ես ուզում եմ շատ հստակ ընդգծեմ, ընդ որում ես մոռացա մի վարքյան։ Իմ դիրքորոշումները ամբողջությամբ հիմնված են հայ առաքելական եկեղեցու կանոնների վրա։ Հայ առաքելական եկեղեցու իրավական կանոնների վրա, որով հենց եկեղեցին ինքը Հայաստանի Հանրապետության արտադատության նախարարությունում գրանցել է որպես հայ առաքելական եկեղեցու կանոններ եւ կանոնագիր։ Դա դուք ինչ եք հանձնաժողով ստեղծում։ Ներողություն եմ խնդրում, այդ երկրորդ հարցն եք տալի։ Փաշինյան որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ հոգեվորականների դեմ այս պայքարը բերելու է բախումների քաղաքացիական պատերազմի, արդյոք դուք բացառում եք նման սցենարը եւ Գարեգին երկրորդին ինչպես եք հեռացնելու։ Հնարավոր է, որ իրավապահները նույն կերպ ասեն եկեղեցի մտնեն։ Գիտեք, ես անհեթեթ եմ համարում բախումների մասին խոսակցություն։ Անհեթեթ եմ համարում։ Գիտեք 2000 դե ժողովուրդ ջան, ախր հիմա հետ գամ միկրոֆոններն են։ Շատ լավ։ Ներողություն, հա, դա կատարյալ անհեթեթություն եմ համարում։ Գիտեք, մենք 2018 թվականին Հայաստանում հեղափոխություն ենք իրականացրել եւ ըստ էության բախումներ չեն եղել։ Հիմա մենք հոգևոր, բացառապես հոգևոր խնդիր ենք առաջ քաշում եւ այդ հոգևոր խնդիրը իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգևոր, քրիստոնեավայել, քրիստոնեական սիրո վրա հիմնված գործողությունների եւ քայլերի վրա հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտը ինքը կմերժի եւ ես ուզում էի ձեզ ցույց տալ, ես այսօր կռահելով ես բերել եմ ապացույցն է։ Չէ, ապացույց։ Ես ձեզ բերել եմ այն մյուս գիրքն է, այս գիրքը տեսեք, հա։
Մայրա Թոր Սուրբ Էջմիածին համաբարբար կանոնագիր քայոց։ Այս եւ ահա այս գրքերի մեջ է սահմանված, սրանք հայ առաքելական եկեղեցու դարերով այս գրքի մեջ կանոնները ձևակերպել են 356 թվականից Աշտիշատի ժողովից սկսած, որտեղ հստակ ասվում է, որ կուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը, ես գիտեք, որ կաթողիկոսը նույնպես եպիսկոպոս է, կարգալույծ է արվում։ Նրանք չեն կարող ընդհանրապես խորանին մոտենալ, նրանք չեն կարող հաղորդակից լինել հայ առաքելական եկեղեցու սրբություններին, եւ դա ոչ թե ես եմ ասում, դա սահմանված է մեր նախնիների սուրբ ավանդով, պատգամով եւ կանոններով։ Այստեղ ահագին բառեր կան իմիջայլոց, ես կարդացել եմ, ահագին բառեր կան, ես հիմա հումոր չեմ ասում։ Նոր բառեր էլ կան, ձեզ ծանոթ բառեր էլ կան, անծանոթ բառեր էլ կան, բայց այսօր չեմ կարծում, թե մենք գիտեք ինչ, ես առավոտյան շատ վաղ եմ արթնանում եւ ամեն օր գոնե 1.5 ժամ նվիրում եմ ընթերցանությանը։ Եկեղեցու, գիտեք ինչ, վերջին շրջանում, վերջին ամիսներին հիմնականում հայ ժողովրդի պատմությանը, մեր եկեղեցու պատմությանը, մեր եկեղեցու ավանդներին, մեր եկեղեցու կանոններին, սուրբ գրյան ընթերցումներին եւ այլն եւ այդպես շարունակ։ Կարող